Սիրելի հայրենակից բարի երեկո, բարի լույսը, առավոտի լույսը, արեգակն արդար, 4 նոյեմբերի 2025 թվական, փետրվար 24 2024 թվական, այսօր ամփոփելու ենք ավելի պարզ, թե ինչ էր նշանակում եկեղեցին եւ ազգային անվտանգություն, ոնց է իրար հետ կապված, սոցցանցերում շրջանառվող, այսպես ասած, տեսանյութերը, եզրասի, տրուխինի մեդալ ստանալը եւ այլ եւ այլ։ Մենք գտնում ենք, որ ավելի ակտիվորեն պիտի քաղաքասարակությանը արտնություն եւ ուղղություն տանք այս ամեն ինչի մեջ, բացի ընտրություններին մասնակցող ինչ-որ երկու ոտքի վրա կաղամբներ, հա։ Ես գտնում եմ, որ զարգացած երկրների, որի ինձ համար զարգացածներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներն, զուր չի, որ հետախուզական տվյալները գալիս է մի փուլ, իրենք որոշում են, անցկացնում են կանաչկից, հանրայնացնում են, դրան ասում են declassification, declassified։ Well, դեկլասիֆիկացիան վերաբերում է ԻՊՀ-ի աշխատանքին էլ, այսօր մեկ-երկու բան ենք կիսվելու, որ հասկանանք մեր հայրենակից ու գործընկեր գաղափարակից Գեորգի Տումասյանը, որ մեջբերում արեց օրինակ Հայաստան-Վրաստան հարաբերությունների մեջ այսպես կուտ գցելը, հա, հին KGB-ի մեթոդով։ Well, իրանց մեծ պրոբլեմա գորելա կռիվը։ Բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Ինքը Վարդանանք ազգային շարժումը գորելա պատերազմելը առանձին, իդեպ ասեմ, յուրահատուկ ու առանձին վիճակ եւ վարդապետությունը, փիլիսոփայությունը։ Էսի գրեք, բանակային, առանձին, առանձնահատուկ, տարբերվող շատ մեծ պատերազմելու փիլիսոփայությունը, գորելա կռիվը։ Եվ փիլիսոփայության մեջ եկամ հենց այդ փիլիսոփայության խորհրդանիշ ունի գորելա, այդ մեծ կապիկը, որը կապիկ չի գորելան։ Գորելային ինչու է դնում, որպես սիմվոլ։ Մի վերնագրեք։ Սիրելի հայրենակից, ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի, հայկական լեգիոնը հայտարարությամբ է հանդես գալիս։ Քանի որ դուք հիբրիդային պատերազմի հետ հիբրիդային անգիր եք արել, սիրելի գալուստիկներ, հմեկով 1-2, ոչ բոլորդ, այդ սառած տոլմեքդ, որ նստում կյանքներդ եք պատմում, իդագործ ասենց է լինում։ Գորելա պատերազմը կամ գորելա վարդապետությունը, պատերազմելու կռվի ձևը, որտեղ է ծնվում եւ աճում, քանի անգամ եմ ասել։ Եթե ոչ քաղաքական միջավայր, ես ուզում եմ հասկանաք, Իսրայելի տարբերակը շատ մոտ բան եք ասում Հայաստանի համար, բայց գոնե տեղյակ եք ինչի մասին եք խոսում։ Նախ պիտի կրկնեմ, մինչ այսօր Իսրայելը չի ասում Իսրայելի Հանրապետություն, ասում է Իսրայելի նահանգը, the state of Israel, well, the state of Armenia speaks, Հայաստանի նահանգն է խոսում, հիմա մշուշը կպարզվի, ավելի պարզ կհասկանանք ինչի մասին է խոսքը, դու ոնց ես պատկերացնում, մի անձկա հայրենիք, և ստեղծի իրավիճակ, որ սրբամաքրվի հայրաքելական Սուրբ Եկեղեցին եւ ես չեմ վերագրում իմ վրա։ Շատ մարդիկ են աշխատել սրա վրա կյանք։ Տեր Սահակ Գալստյանը 2 տասնամյակ երևի կյանքն է դրել։ Իր եկամուտն էլ է դրել, պայքարել է։ Այսօր հայ Սուրբը, որ Հայաստանում է եւ այլ, բոլորը ուղղակի հոգևոր դասին, սիրելի հոգևոր հայրեր, խնդրանքս խորան ու հեզոր են,
Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը ասավ, պիտի դառնաք այս մանուկների պես։ Եթե չդառնաք այս մանուկների պես, ապա մուտք չեք գործի Աստծո թագավորություն։ Նա ասում է հիմա, դարձեք մանուկների պես, բայց չի ասում մանկամիտ։ Բոլորիդ եմ ասում, խնդրում եմ յոլա գնացեք, այ մարդ։ Հիշեցնում եք իմ լուսայիշատակ պապիկին, որ աղջիկներին ասում էր, այ մարդ, մեր դրան շան նման յոլա գնացեք էլի, այս շան թուլեք։ Մեկը մանիկյուրի վրա բարկացել, մյուսի եսի միջ, ընձի ինչ։ Մարդը ամբողջ աշտարակը սարկած մարդը, ձեր կուլտուրայի տունը, ռայկոմի շենքը, ծննդաբերականը, բժիշկների տները, քո կառնեզները, աշտարակ։ Սի ուստա Աբրամի թորնա, տորմուս դուր, լսի ինչ եմ հասում։ Այ ուստա Աբրամ, 1000 օրմի հոգուտ, պապիկ ջան։ Պապիկ կա, պապիկ էլ կա, լերան նման է, էլի, սարի նման մարդ, հա, են չիմենթոն մի տոբրակ մի թևի տակ, մույս թևի տակ գործիքները, ուսերին էլ թորնի գնստած, կիլոմետրներով ոտքով գնացող մարդ, այդ տեսակ լերան պես պապիկ էլ, ինքը գինի էր քաշում, գնա գալիս եմ, հա, ասում էր, կաթել հերիքա, գինի խմա, շանթուլը, ամեն ինչի թմար լավ է, խմա, հա, երեխեքին էլ մեկ-մեկ գինի էր տալիս, ման տենց կեֆներս լավանում էր, ինչ որից է, հիմա խաղաղության մեջ հանք չեն, 1000 օրմի բոլորի տանցավորանց, ուղակի ունեցել եմ էլի այդ լերան պես պապիկը, հա, ցեղասպանության օրերից իր քույրերի հետ կապված բան գիրք էլ կա գրված, Աբրահամ պապիկիս պատմությունը գրված է, մյուս պապիկիս չեմ ճանաչել, ինքը հայրիկիս հայրը եղել է ֆրանսիական զորքերի շարքերում եւ այլ շատ երիտասարդ է մահացել, թորնիկներից շատ չեմ ճանաչել իրեն, 1000 օրմի բոլորի տանցավորած։ Ուրեմն հիշեցնում եք այդ օրերը, հոգևոր հայրեր, խնդրում եմ էլի, Տերը ի նկատի չունի լրիվ մանկամիտ երեխա լինենք, հոգևոր հողի վրա ասում է մանուկ պիտի լինենք, զուլալ, երեխայի պես պիտի լինենք, շատ հեշտ ամես խապելը, բայց շատ հզոր ու տիեզերքի Տերը, նա մեր Տերը, իմացած լինեն մեզ խապողները, աղավնու պես անվնաս, օձի պես խորագետ, սիրելի հայրեր, ձեր բոլորի աչն եմ համբիրում, այ մարդ յոլա գնացեք, գործ ունեմ անելու, իմ գործը ինձնից մեծ է, և հարգանքով եմ ասում դա, իհարկե, հարգանքով, թող նստի տեղ։ Սիրելի հայրենակից, ես հարցազրույցն էի լսում և հետո հայտարարությունը Տիբլիսիից, որ սերմանում են ինչ-որ, այսպես ասած, գնդոն եկավ, ասեք թող նստի, թող նստի իրա տեղը, հա, մատիտ ու թուղթը դրեք դեմը թող գրի, գրիչ չտակ դրան, լղոզում է, մատիտ, ուրեմն, կրկնելու եմ ու շատ իր լսեք, հիմա արդեն բեմադրում ենք են ինչ-որ տեղի ա ունեցել ու ունենում, հնարավոր չէր, որ ԻՊՀ-ն գար որպես հայկական լիգիոն ազատագրելու մայրաթորը, պիպոնել իրա քակակիրներին հավաքերեն, են ծրան վերգոներին 1000 ներողություն ասելուս, զինվորական շորերով քաղաքի մեջտեղը պատերազմի ժամանակ մանղալ վառողները, այդտեղ բախում ու իրար հակոցի էր լինելու, Հովնանի դարպասներից սպառնալիքներ, քո արբաթական անասուններից մի երկուսը անընդհատ զանգ, սպառնել, չեթասեչ միածին ես կողմ են կողմ, գինեմոլ կանանցել աշխատցրին և այլ և այլ, սիրելի հայրենակից, կրկնելու եմ, գորելան ծնվում, մեծանում է որ միջավայրում և որ մտնոլորտ, որ մտնոլորտում, քաղաքականն բայց գորելան ստորաբաժանումներով փոքր կրակային թիմերով գրողներ և պարտիզանական կռիվ տվողա երբ գալիս է ռազմական գործողություններին կազմակերպված բանակի հետ
չի համեմատվում գորելա կռվողը։ Սա ես նամյոկ եմ ուղարկում, այդ մի երկու անգրագետ երևույթները, օրինակ մեր Տումասյանը մեջբերում արեց Չախալյանին, եղբայր Չախալյանը ինքը կանգնեց դաշնակի հետ Վրաստանում տերոր անելուց հետո, այսինքն հակաժողովրդական գործողություններ անելուց հետո հարձակվեց Վարդանանքի վրա, կանգնեց Գարոյի կողքը։ Լավ, այդ տեսակ մթնոլորտում սիրելի տեր հայրներ, հայր սուրբեր, սրբազաններ, ոնց եք պատկերացնում, որ ինչ-որ ժողովրդից կհավաքագրես, շուրջօրյա նստացույց կանես և կազատագրես մայրաթոր Սուրբ Էջմիածին 11.5 միլիարդ դոլարի դեմ կկանգնես, չէ, կպարացնես, ինչպես արեց Անդրանիկը Դովլաթյան Վարդանի։ Գորելա մեթոդիկան հենց Ռոբերտ Քոչարյանի Մեհոնքանի Ռախիտ Լևուշին կապիկ կնգան չեր բերել ես անգամ, բերեց Վաղարշապատի հրապարակ, այդ հայի այրունը ծծած թուրքը եկավ Վաղարշապատ հրապարակ, Կոմիտասի անվան, ընդդեմ ոչի պաշտպանություն Գարոյի, ընդդեմ Վարդանանքի, ինքը անձամբ Մանուկ Գեղամ Մանուկյանի հետ, են Մոսկվիչի պարբրիսը, որ քիտ մրթին ադեն չոտկերով, հա, էտի, ստորագրություններ են հավաքել Զարուհի Փոստանջյանի հետ, ընդդեմ Վարդանանք ազգային շարժման և Անդրանիկ Դովլաթյանի, մինչև հիմա Դովլաթյան ասել էր սովորան, Դովլաթյաններ, այդ անունը կրելով դու կնինք ունես, դու պարտավոր ես լիգիոնիր լինելու, բոլոր Դովլաթյանները, չէ, ես ռեժիսյորի բարեկամը չեմ, չէ, ես երկու երաժշտության մեջ Նարինե Դովլաթյանի երաժշտությունը և երկու պարը սիրող եմ, հա, ինքը Դովլաթյանը, դրա համար հզոր ատենց, ձեր բաղաձայների նման չի, քելե անվիզ, թոփալ էշ, նա որ բեմա բարձրանում, երկչուհու նմանը, ու երկում ամարտը սոխակ, քո նման չի, թոփալ, Օրբելյան, Կոնստանտին, դիվանները վկա, են հներին հարցրա, կհիշեն ձեր խնամին, Ռոբերտ Սետրակի Քոչարյան, մշակույթ, մի կագեբեի պալկովնիկ էլ էներ, 1000 օրմի բոլոր անցավորանց կողքի մերելներին էլ հետ։ Ուրեմն ինչ է ստացվում, սիրելիս, որ ես էսի բաց կասեմ, մենք declassified ինվորմացիան կիսվում ենք հանրության հետ, որովհետև հանրությունս պետք է հետախուզական գործից հասկանա, ամեն ինչ հուշտ գախնի, հարգանքներս, պարոն Անդրանիկ Քոչարյան, ձեր որ եղել է սովետի բլոկում կագեբե, շկոլը կագեբե, ես գիտեմ, դուք էլ բոլորդ այդ համակարգի աշխատողը էիք, հիմա չգիտեմ, հայկականացվել է ամեն ինչ, բայց դուք այդ համակարգից եք, հա, ուրեմն, ձեր շկոլան ամեն ինչու միշտ հուշտ գախնի է, որովհետև ձեր համակարգը կագեբեի ինքն իր շողքից վախեցողը, դա էլ է վարդապետություն, էքստրիմ փակ, և վարակույրները 4 կողմը փակ, երկաթյա, երկիրը փակ, ՍՍՍՌ, իրա դոկտրինն է դա, չեմ ասում չի աշխատել կագեբեն, ու լավ էլ աշխատել է, հիմա էլ աշխատում, բայց գորելային չի դիմանում, անմիջապես գայթակղվում և քամակը բացում է, տեղի է ունեցել քաղաքական միջավայրում, Վաղարշապատ կոչվածում, ընդդեմ էս Գարեգին Պոզավորի, Կտրիչ Ներսեսյան և իր խունդի մանկաբռնաբարների, որպեսզի սրբամաքրվի հայրաքելական Սուրբ եկեղեցի, գորելա պատերազմելու գործողություն, որը չի խախտել ՀՀ օրենքի որևէ սահման, հնարավոր է նման բան։ Այսօր դասախոսություն չեմ ուզում տամ, ուղղակի ուզում եմ ասեմ այդ տեսանյութը, որ դրել եմ, որ Տեր Սահակը ասում է, որ եկավ Վարդանանք ազգային շարժում արեց Անդրանիկը, Վարդանանք ազգային շարժումը պետք էր
սիրելի հայրենակից, հիմա արդեն բաց ասեմ, պետք էր աշխատող դաշտ, որի մեջ կբերեի դերակատարները, գլխավոր դերում է եւ այլ, հասկանում ենք, թատրոնն է դա, իսկական, ժիվոյ, եսում հետ տունտունիկ ունեք, հիմա ես ձեզ ասեմ, եսի ուրա գնում, Չախալյան Վահագն, ինչպես մեջբերում արեց մեր սիրելի հայրենակիցը, բայց պիտի իրան խնդրեմ մի երկու անուններ թող քիչ տա, թե չէ կարող է այդ յաներից էլ հոտ գա, ով ուզում է սեղի եղբայր, գալուստիկ կապող մեզ չի կարա թելադրի, շապիկը Երևալուց, այ Ասրյանը, Պապիկյանը չգիտեմ, դիվանագիտական կաբինետ է դա, բանակի հետ ինչ գործ ունի, բանակի արևտուրանող և խոսնակնա, վերջ, ինձ կարա ուղղություն թելադրի, եթե մի հատ նամյոք ստանամ Ասրյանի կաբինետը, գեներալ, կորպուսի հրամանատարներից էլ կընդունեմ, առաջարկ, բայց հրաման ազգի մեջ, հիմա էս պահին, մենակ կարա ինձ, ես չեմ շպվել իրա հետ, բայց ինձ կարա հրաման տա ինքը, ես վարչապետի կաբինետից էլ հրաման չեմ տեսնում, ոնց է որ կգա կնստի տեղը ես գրասեղանի, ինքը կարա հրահանգ փոխանցի, են էլ փոխանցի համակարգ ճանաչեք, հարգեք ինստիտուցիա, սիրելիներ, հիմա ես ուզում եմ բաց հայտարարությամբ հանդես կամ փրկելու համար եկեղեցին տեղի է ունեցել գորելա պատերազմ, քաղաքական միջավայրում և այո տեղեկատվական և հոգեբանական, Աստված օրհնի ազգս, հայոց պետականությունս, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, պատկանում եմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, թող նստի տեղը, թող լավ նստի տեղը։ Սիրելի հայրենակից, հետախուզական գիտելիքներ ձեռք բերելը, քաղաքասարակությանը կրթելը, ես ամերիկյան վարդապետությունն եմ ճանաչում, yes, educate the public in intelligence, surveillance and reconnaissance, բայց ոչ ընդլայնված խորը, որ նա ճանաչի քո հեռախոսի մեջ ինչ app կա, որ ընդհանրապես հանրային չի, կամ ոնց ես գնում պոչ տնում, կամ յարլիկավորում, tag, տերմիններով աշխատելը դոկտրին չէ, ուղղակի օրինակ, մարդը ասում է հենա խոստովանում է 20 տարի ինքն է պայքարել, մարդը ասում է 20 տարի մայր տաճարի դուռը չէր կարում ոչ մեկը բացեր, եղբայր դա Անդրանիկ Դովլաթյանը չի, Աստծո շնորհիվ ստացել եմ ձրի, պիտի ժողովրդից տամ ձրի, մեր երկրի հանդեպ, ոտնձգություն անողը թող իմանա, բանակից ձերքը մայր մոլորակի վրա ամեն տեղ հասանելի արա, կսատկացնենք որտեղ լինեն, որ մեր պետությանը սպառնեն և մեր երկրի սուվերենությանը սպառնեն։ Եղավ առնետներ, հիմա, հայ հղիափախության դաշտանությունը այլևս ուրիշ զզվելի և ապազգային երևույթ է մեր շուրջ։ Թող չփակի կուսակցությունը, քաղաքական ավելնորդ աղմուկ ու ղալմաղալների մեջ, ռազմորկեքի մեջ կյանք չեմ ուզում մտցնեմ, վարչապետին, երկրի, պետությանը և դու հանգիստ էր գործերին նայք, մեկ ստիպտիր կանենք իրանց եղբայր, շատ հանգիստ, օրենքով սահմանված։ Հիմա ես Ամերիկա Միացյալ Նահանգների անունը տվեց Տեր Սահակը, հիմա ես Ամերիկա Միացյալ Նահանգներին ուրիշ հարց ունեմ, սիրելի գործընկերներ, մենք կապ ենք տեսնում Wagner, Կառաբաղցուն զորակոչող, Հովնանի դռան կապած կրիպտոմասոնիկ ապուշներին պոզավոր մի երկու և Արբաթ։ Քակակիր ձենըտ կդրի, կրքույ կդիր տեղը հեռացի էդ պիպոյի։ Չալոյի դաստեն ահո բանակային չեն։ Դուք եք բանակային արա։ Նայ։ Պտի լինես կիրթ, պտի լինես կրթված, ակադեմիայի աստիճան, նույնիսկ կամազի վարորդ լինելով, ինչ է եղել, իմ հայրը վարորդ է եղել, բայց դու պիտի ակադեմիատ պահպանես, պիտի կարդաս, բոլոր հայի տներում պիտի գրադարանները դրված լինի, աղջիկ երեխաս պիտի օրորդ հայուհի պահելաձև ունենա նիստ ու կաց, են մի
ջադալոզն էլ տղետ, հայացի, պիտի ունենաս արժանապատվություն, խիզախություն, արիություն, հարգանք սեր, պիտի լինես խոնար ու հեզ, բայց շատ մեծ պատուհաս հայրենիքի հակառակորդների գլխին ներսում թե դրսում, պիտի ապահովես ես ամեն ինչը, պիտի լինես միրոմբաց, լուսավորչական հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, հայ զինվոր, ազգովի, նոր այդքանից հետո, կարաս վերապահես ասես հայ եմ։ Ապազգայնացումը պավեսկից թռնելն է, թուրք ես ընկեր։ Զինկոմիսարիատի հրավերից թռար թուրք ես, արի վերակնքվի, հայրենիքին պարտ կտուր, ասա, լավ, ծառայության տեղ չկա, ինչով, մարդիկ կասեն լավ, խոհանոցում օգնական, հակի եսի մտի օգնի, կամավոր, պարտ կտ հայրենիքին պտի տաս։ Լիգյոնը մոտեցում ունի ամիսը 2 օր, տարին 2 շաբաթ, բայց մենք տարին 2 շաբաթը հանում ենք, ըստ նահանգային գվարդիայի զորքերի դոկտրինի, ամիսը 2 օրը գրուպաներով։ Մենք մեծ խնայողություն ունենք, 50% ծախսերը կրճատելով, 50%-ից 500% մարտունակությունը բարձրացնելով, հարգելի պարոնայք գեներալներ։ Ծրագրային առաջարկները հետո։ Ուրեմն Վարդանանքը գրեք, Վարդանանք ազգային շարժումը տեղի ունեցել քաղաքական միջավայրում որպես գորելա պատերազմ։ Պատերազմ են մղել ընդդեմ իրենց գորելա դոկտրինով, որ բացվել է մայր տաճարի դռները։ Ծխել կարելի է, շնորհակալ։ Կիրակի օր Կիրակի օրը մեր ու մանուկ հորով մորով ճժով պժով տատա պապիկ բոլորը Թալինի Սուրբ Աստվածածին Սուրբ եւ ամահ պատարակը ճաշակելու իմ քահանան Տեր տարոնի ձերքից, իր ծուխի մեջ, ծնկի աղոտկով և մասնակցելու մեր սուրբ մարտիրոսների հոգեհանգստյան արարողությանը, ինչպես նշեց մեր գերագույն հրամանատար և երկրի վարչապետ։ Մենք ձեռք ենք բերել շատ մեծ հաջողություն, բայց ուսուսի պիտի պաշտպանենք, որ կարողանանք պահենք։ Հայ ամերիկյան, ռազմավարական հարաբերությունը բերում ամիտեղ, որ տատիկը չհարցնի բուլկիի գինը, ուղակի վերցնի դնի դախլի վրա, ասի ինչ պիտի տամ փողը տա և դուրս կա։ Ամենացավալի տեսարաններից մեկը դրի աչքիս առջև։ Ես ասում եմ, սառել էի սենց, ասում եմ պիտի վազեի հետևից, արկղով տանեի դնեի տունը, ոնց արա։ Սիրելի և մեր սրբություններից մեկն է, բանակը օրինակ և ինքնիշխան հայոց պետականությունը հրապարակում է դրոշըտ անկախության թող բարձր ծածանվի, օրհնվի իմ Հայաստան, բայց մենք պետական չենք, սիրելիս, մենք ազգային ենք, սա գրեք, և երբ պետական և ազգայինն է միասին աշխատում, նոր եք պետական փողկապ կապողներդ հասկանում մեր սիրելի եղբայրներ, որ սա նկատի ունի ազգ պետություն միություն, ազգ բանակ մի ասեք, որովհետև խեղաթյուրել, ցենց բռնաբարել թողել եք նժդեի բարերը դուք, այ անգրագետ երևույթներ, ազգ բանակ ինչ է նշանակում, ժիրո, Նիկոլը պնաչտա ապիժնիկ հելնես պետության վրա հաչաս, բգոյի փեշի տակ մտնելով, մի պպզած դաշնակ էլ դուք եք, լրի պարզ երևում, ձեր բևերի անդաթար կնանիքով հանդերձ ընկեր,
Ոչ բոլորին եմ ասում, դեռ աղջիկներ կան, որ հարգանք ունեմ։ Բայց ոնց են կիսա վերբով կա տենց գնաց է մտե այդ քո գիծը չգիտեմ։ Հարգանք ունեմ այդ աղջիկների հանդեպ, ես շատերի։ Բայց շատերը մի քիչ շատ խոսացիք լոսում։ Հային բոշշա սարքիկ, այդ սենտրալի վրա։ Էսա ձերը, հանքանակություն, դրամահավաք, կամ ասենք Արմենիա ֆոնդ, բանակի անունից փող հավաքեք եւ գնաք գաք ու Երևանում բնակարաններ գնեք ու վարձով տակ։ Ես ուզում եմ AABC-ով վեր կենաս ասմունքող տիկին։ Մի հատ էլ հաշիվ տանք։ Կոմիտասի շրջանում ով է, կարող է իմանաք, չեմ ասում գիտեք, որ կապած դոլարներ է հանել, այս սենց պատերազմի օրերին զինվորի անունից եկած, ուր եք տարել այդ փողը։ Վերադառնանք թեմային, սիրելի հայրենակից, Կիրակի օրը։ Բոլորիդ սպասում ենք։ Լեգիոնը հիմա էլ ժամին ներկա է։ Թալինում, Հովանավանքի շուրջ, մենք ամեն տեղ ենք։ Եղբայր, ասում եմ, առաքողն ենք, քո պիցան թե ինչը, տաքսու վարորդը տեմ, եթե հարսը անհանգիստ է, բժիշկին օգնող բուժքույրն եմ։ Ոստիկանը տեմ, ասում եմ։ Եվ աներևելի բանակը տեմ, որ կանգնել եմ երկրիս առաջնորդների թիկունքին, նրանց ընտանիքներին, սրբություններին եւ գիտեք, որ ասում ենք ազգային ենք, տարբերությունը հասկացեք, մեր դատարանն էլ է տարբեր։ Շատ զուլալա եւ արտար, բայց նման չի ձեր դատարաններին։ Դուք արա համարձակվում եք երեխայի բերան հայհոյել։ Ես ասում եմ դիվահարեք, դուք օգնության կարիք ունեք, եկեք թող 3 մաքուր քահանաները ձերք տնեն, աղոթեն Տիրոջան, դուք տեսեք ոնց եք ղժալու, գոռալու թպրտակ։ Ասում եմ դիվահարեք դուք արա, այտենց բարեր, ով կարա ասի հանրային։ Երեխա, մեռած հայր, զոհված կամ հանգուցյալ, արա դուք մի ուրիշ այլանդակ երևույթ եք։ Դրա համար այո, ճիշտ է ասում պարոն վարչապետ, կա սև ու սպիտակ, կամ լույս ու մութ, կա տենց բան։ Անցեք լույսի կողմը։ Նրանք ովքեր ցանկություն ունեն իրոք գորելակրվելը տիրապետելու, որ հասկանա աշխարհը այլևս, որ հայի հետ սեղանի շուրջ պիտի նստենք, պիտի կանք իրա սեղանի շուրջ, այդ օրը կարանք բերենք մոլորակը, ոնց որ եկան մեր սեղանի շուրջ։ Բայց էդի պահպանել է պետք։ Սյունած աշխարհը, Սյունիքը հայկական պահելը մեղրիով, որ մեր ձեռքից չգնաց եւ Աբխազիայի ճակատագրով կլոր փշալարերը բետերներով չկապեց ու փագեց ռուսը, Անկարան ու Կրեմլին ու Բաքուն։ Թեհրանը մատով չէր դիպչի։ Իրանը նենց էլա ձեռնատու նենց էլ։ Դա պահեց հայկական Փաշինյանի ադմինիստրացիան։ Չմոռանաք, անաղուհաց քրդիշուն մի եղեք։ Բաց թողումներ ես էլ կասեմ, բայց սյունած աշխարհը փրկեց։ Նիկոլը, Աստվածօրհնի ազգս, հայոց պետականությունս, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, պատկանում ենք Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Ես գտնում եմ, որ եղբայր, մեղբայր, ձերբակալվել, կալանավորվել եւ այլը ազգային աշխատանք կա ստեղ անելու։ Ազգայինները առաջնահերթ ամեն առավոտ վեր են կենում պահպանելու պետություն։ Դա է ազգայինը։ Ապազգայինը պետության կողքը պետություն կուզի, բանակի կողքը առանձին բանակ, որ Լուբոյի կողմից որպես մարմնավաճառ ծախվի, վաճառվի, ասի այո, մենք ու եզդիները այդ մենք այս ուղությամբ, մենք ու քրդերը են ուղությամբ, ասորին է դուք էլ գնացեք այս ուղությամբ,
բաժնենք, ցրենք, թող Երևանը մնա Հայաստան, այն էլ հետո կալ մեջ կանենք։ Այս եք դուք դաշնակներ։ Ծախված բախտագուշակ չեկիստ կոմսոմոլի լակոտներ, այն էլ ինչ հնադարյան, 100 տարվա կուսակցություն եմ ասում, կնա սառույցի վրեն գրի, այդ պատրված անդրավարդիկ։ Անդրանիկ Զորավարի օրը և նպատակներից մեկը վայելում է Հայաստանի Հանրապետությունը, խաղաղություն, սյունած աշխարհ մեղրին, պահպանելու ենք ուսուսի, ոչ մեկը սապոկ չի դնի իմ հողը պահելու, պարոն վարչապետ, ես պիտի պահեմ, տես արդեն Սևանի վրա զառանցում է, Էֆենդին կոտեմ ջրող, ես լինեմ տեղդ, հանդիպումների ժամանակ կասեմ Ալիև, լսի այ պիտիկ, ինչ որ այա են ամեն ինչը միրա մի հատ հարց ունեմ, ես գարոյի վրով, ասա եթե ինքը Կիրիլի հետ չպայմանավորվեր և վանականներին Քարվաճարից չհաներ, դու կարայիր Քարվաճար վեկալեիր, ճիշտ ասա մենակ նամուսլուսել է, շերեֆլիոլ, ճիշտ ասա, մարդը կասի իր օրում չի կարա Քարվաճար վերցնեի, որ Հայաստանի Հանրապետության տարածքը, դա մեզ նվիրել է կասի ձեր կդրիչ Ներսեսյանը, Աստված օրհնի ազգս, հայոց պետականությունս այսքանը լսելուց հետո, այդքան լույսի կտոր, լույս երեխեքը, այո երեխեքն են եղել մեր, որ այսօր Սուրբ Մարտիրոսած այրունով մկրտված հանուն իրենց ազգովի հավաքվեք Տեր Թաթեի շուրջ, իրա աչը հեռավոր ափերից համբյուրս հասցրեք իրեն, քահանահայրեր, իմ քահանաներ, Տարոն, Արամ և Թաթե, ազգի քահանաները դուք եք, չունենք ուրիշ այսօր մաքուր, ես նորագավիթն եմ սպասում շարժվի, որ Քրիստոսի գալիքը նորագավիթ, վերազարդինք հավատացյալ ժողովուրդ, նորագավիթ ուրիշ տեսակ եմ սիրում այդ շրջանը, այդ արեստավոր տղեկը, աղբեր մտի ասա, ընչի ես ռսին տվե շենքը, ես իմ երեխունն ասա, ուր ես բեր է ուղապարը տեղ զրզրացնում ընկեր, կագեբեն, հանեք ընկեր ճամփու տրեք, եղբայր, կոնկրետ ասեմ, եկավ օրը, եթե ինձ լսեք կատակ չեմ անում, շատ լուրջ եմ ասում, գնում ենք Վանու ոչ տուրիստ,